Բարև ձեզ, շանթիեթերը շարունակում է հորիզոնը։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Արմեն Աբազյանին ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնից ազատելու մասին։ Ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտականությունների կատարումը ժամանակավորապես վերապահել ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ Անդրանիկ Սիմոնյանին, ասվում է որոշման մեջ։ Ինչպես արդեն հայտնել էինք, ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները երեկ խուզարկել են Ռուսաստանաբնակ գործարար Սամվել Կարապետյանի առանձնատունը։ Ներքին գործերի նախարարությունից հայտնել էին, որ մի խումբ անձինք բերման են ենթարկվել, իրականացվում են օպերատիվ գործողություններ։ Սամվել Կարապետյանն ու եղբայրը Կարեն Կարապետյանը ավելի ուշ գիշերը դուրս էին եկել առանձնատնից։ Սամվել Կարապետյանը հայտարարել էր, թե իր ասելիքը նույնն է եւ ինքը թքած ունի էլեկտրական ցանցի վրա։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook-ի իր էջում արձագանքել է գործարարի հայտարարություններին։ Ասում է, թքած ունեմ իրենց վրա էլ, իրենց հեծի վրա էլ։ Այսինքն այս մարդիկ հեծը իրենցը չեն էլ համարել եւ թքած ունեն այդ ռազմավարական նշանակության հիմնարկի նրա սպառողների եւ աշխատակիցների վրա, որովհետեւ եթե հեծը իրենցը չէ, ուրեմն նրա սպառողներին է, նրա աշխատողներին է։ Ասել է, թե ժողովրդինը, որովհետև ողջ ժողովուրդը կամ հեծի սպառող է, կամ աշխատակից։ Կարծում եմ հասունացել է պահը, երբ Հայաստանի էլեկտրական ցանցեր փակ բաժնետիրական ընկերությունը պետք է ազգայնացվի, պետականացվի։ Դա տեղի կունենա արագ եւ իմ հանձնարարականն է հեծի բոլոր աշխատակիցներին բարեխղճորեն կատարել իրենց աշխատանքային պարտականությունները։ Ազգայնացումից, պետականացումից հետո բարեխղճությունը հաշվի կառնվի, գրել է Նիկոլ Փաշինյանը։ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը խորհրդարանում լրագրողների հետ զրույցում հաստատել է, որ նախապատրաստվում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը Թուրքիա։ Պատերազմի հետ կապված ռիսկերը այսօր մինիմալ են։ Մենք պետք է աշխատենք, որ ընդհանրապես այն չեզոքացնենք եւ Հայաստանի կառավարությունը գործուն քայլեր է անում դրա համար։ Ես համարում եմ, որ նման գործուն քայլերից մեկը ձեզ հայտնի վարչապետի նախատեսվող այցն է Թուրքիա։ Նշել է ազգային ժողովի խոսնակը, հայցը բնութագրելով պատմական, քանի որ Հայաստանի ղեկավարը առաջին անգամ է նման մակարդակի այց իրականացնելու։ Ալեն Սիմոնյանը նաև նշել է, որ հրավերը արվել է Թուրքիայի նախագահի կողմից եւ այս ընթացքում երկու երկրների ղեկավարները քննարկելու են տարածաշրջանային բոլոր հարցերը։ Երեք տեղի ունեցած նիստում Հայաստանի կենտրոնական բանկի խորհուրդը որոշել է անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը սահմանելով 6.75%։ 2025 թվականի երկրորդ եռամսյակի ընթացքում 12 ամսյա գնաճ է արագացել, այս մասին ասուլիսին հայտնել է կենտրոնական բանկի նախագահը։ Միաժամանակ 12 ամսյա բնականոն գնաճը ևս ավելացել է, կազմելով 2.8%։ 2025 թվականի երկրորդ եռամսյակում համաշխարհային եւ Հայաստանի հիմնական գործընկեր երկրներում պահանջարկի հետագա դանդաղման, իսկ ԱՄՆ-ում զուգահեռաբար նաեւ գնաճի արագացման ռիսկերն ավելացել են։ ԱՄՆ տնտեսական, հատկապես առևտրային քաղաքականության եւ դրա մակրոտնտեսական ազդեցությունների շուրջ բարձր անորոշությունը պահպանվում է։ Միջազգային առևտրային հարաբերությունների լարվածությամբ, աշխարհաքաղաքական հակամարտությունների, հատկապես Մերձավոր Արևելքի իրավիճակի կտրուկ սրմամբ պայմանավորված առաջարկի եւ մատակարարման շղթաների հնարավոր խաթարման ռիսկերն էապես աճել են։ Բարձր են միջնաժամկետում ԱՄՆ-ի հարկաբյուջետային քաղաքականության կողմից ամբողջական պահանջարկի խթանման չափի, դրանից ածանցվող պարտքի մեծացման եւ երկարաժամկետ տոկոսադրույքների աճի չափի շուրջ անորոշությունները։ Այս համատեքստում հաշվի առնելով գործընկեր երկրներում աշխատաշուկայի դեռևս պահպանվող խիստ պայմանները եւ բարձր գնաճային միջավայրը, հավանական է, որ առաջատար երկրների կենտրոնական բանկերն առաջիկայում հիմնականում կպահպանեն կամ կթույլատնեն դրամավարկային խիստ պայմանները դանդաղ տեմպերով։ 25 թվականի երկրորդ եռամսյակում ՀՀ տնտեսական ակտիվությունը դանդաղել է, մեծապես կրելով որոշ կարճաժամկետ ոչ կառուցվածքային աճի գործոնների աստիճանական չեզոքացման ազդեցությունը։ Ակտիվության աճին շարունակել է զգալիորեն նպաստել շինարարության եւ ծառայությունների ճյուղերի բարձր աճը։ Միևնույն ժամանակ տնտեսական աճի կառուցվածքային առանձնահատկություններից բխող
աճի կայունության, երկարաժամկետ հեռանկարի, ինչպես նաև ներքին պահանջարկի հետագա միտումների վերաբերյալ անորոշությունները մնում են բարձր։ Ծառայությունների նկատմամբ արտաքին պահանջարկը շարունակում է նվազել, ընդհանուր պահանջարկի ազդեցությունը գնաճի վրա գնահատվում է չեզոք, իսկ գնաճի ընթացիկ արագացումը առավելապես պայմանավորված է առաջարկի որոշ գործոններով։ Նման իրավիճակում աշխատաշուկայի պայմանները որոշակիորեն թույլացել են, արտահայտելով աշխատավարձերի կոշտ գներով բնութագրվող ծառայությունների գնաճի և գնաճային սպասումների աստիճանական կայունացմամբ։ Միաժամանակ հարկաբյուջետային քաղաքականության կողմից միջնաժամկետ հորիզոնում առկա են առավելապես գնաճային ռիսկեր։ Մակրոտնտեսական ընթացիկ զարգացումների պայմաններում ՀՀ ֆինանսական շուկայի մասնակիցներն ընդհանուր առմամբ ակնկալում են, որ Կենտրոնական բանկն առաջիկա միջնաժամկետ հորիզոնում աստիճանաբար կնվազեցնի քաղաքականության տոկոսադրույքը սահմանելով 6.25 մակարդակի շուրջ։ Սպիտակ տունը հայտնել է, որ Թրամփը երեկ Իրանի հարցով ազգային անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել, Միացյալ Նահանգների նախագահը ավելի վաղ հայտարարել էր, թե Իրանում պետք է ոչ թե հրադադար հաստատել, այլ վերջ դնել Թեհրանի միջուկային ծրագրին։ Միացյալ Նահանգների նախագահը նաև հայտարարել է, որ այժմ իրենք ունեն Իրանի երկնքի լիակատար վերահսկողություն։ Հստակ գիտենք, թե որտեղ է թաքնված Իրանի գերագույն առաջնորդը, առայժմ չենք ուզում վերացնել նրան, բայց մեր համբերությունը սպառվելու վրա է, գրել է Միացյալ Նահանգների նախագահը, ընդգծելով, որ Իրանի առաջնորդը իրենց համար հեշտ թիրախ է, բայց առայժմ չեն պատրաստվում նրան վերացնել։ Բայց մենք չենք ցանկանում, որ հրթիռներ արձակվեն խաղաղ քաղաքացիների կամ ամերիկացի զինվորների վրա։ Մեր համբերության բաժակը լցվելու վրա է անվերապահ կապիտուլյացիա, գրել է Թրամփը։ Միացյալ Նահանգների հնարավոր ռազմական միջամտությունը անկասկած կտարածի Իրանի և Իսրայելի միջև հակամարտությունը ամբողջ Մերձավոր Արևելքում և այն կդարձնի ավելի մեծ ու վտանգավոր, հայտարարել է Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության հարցերով գերագույն անձնակատար Կայա Կալասը։ Նա դա ասել է Դոնալդ Թրամփի այն հայտարարությունից հետո, որի ժամանակ Միացյալ Նահանգների ղեկավարը բացահայտորեն ակնարկել էր, որ իրենք կարող են գործնական մոտեցում ցուցաբերել մարտական գործողությունները դադարեցնելու համար։ Կալասը նաև նշել է, որ Եվրամիությունը չի աջակցի Միացյալ Նահանգների պատերազմին միանալուն։ Իրանի դեմ պատերազմական գործողություններում Իսրայելին ցուցաբերվող Ադրբեջանի անուղղակի աջակցությունը Բաքվի ու Անկարայի միջև հարաբերություններում լարվածության պատճառ է դարձել։ Թուրքիայում Իլհամ Ալիևին մեղադրում են սիոնիստ ագրեսորներին պաշտպանելու մեջ։ Թեմայի շուրջ զրուցել է գործընկերներս։ Իրանի դեմ պատերազմական գործողություններում Իսրայելին ցուցաբերվող Ադրբեջանի անուղղակի աջակցությունը Բաքվի և Անկարայի միջև հարաբերություններում լարվածության պատճառ է դարձել։ Թուրքիայում Իլհամ Ալիևին մեղադրում են սիոնիստ ագրեսորներին պաշտպանելու մեջ։ Թեմայի շուրջ կզրուցենք Արտյոմ Երկանյանի հետ։ Հարցում ինչու է դրսևորվում Անկարայի ու Բաքվի միջև լարվածությունը։ Առայժմ դա դրսևորվում է թուրքական մամուլում հակաադրբեջանական հոդվածների շարքով եւ տպավորություն կա, որ այդ շարքը ուղղորդվում է նույն կենտրոնից։ Այ օրինակ թուրքական Yeni Akif պարբերականը մի քանի հոդված է հրապարակել այս թեմային վերաբերող։ Հոդվածներից մեկում քննադատում է Իլհամ Ալիևի պրոիսրայելական վարչակազմը եւ հիշատակում է այն մասին, որ կան լուրեր, որի համաձայն հենց ադրբեջանցիներն են լրտեսել Իսրայելի օգտին Իրանի տարածքում եւ օգնել են ուղղորդել իսրայելական հարվածները։ Թեև նաեւ հիշատակում է այն մասին, որ Ադրբեջանի պաշտոնական աղբյուրները այս տեղեկությունը հերքում են։ Մեկ այլ հոդված նվիրված է Իսրայելի եւ Ադրբեջանի միջև տնտեսական համագործակցությանը եւ այնտեղ ընդգծվում է, որ Ադրբեջանը շարունակում է նավթամթերք վաճառել Իսրայելին եւ ընդգծում է, որ ինքնաթիռները, որոնք ռմբակոծում են հենց այս պահին Իրանի տարածքը, լիցքավորվել են հենց ադրբեջանական վառելիքով։ Նշեմ, որ Yeni Akif պարբերականը
Էրդողանի վարչակազմին շատ մոտ կանգնած լրատվամիջոց է, եւ ես վստահ եմ, որ պատահական չէ այս հոդվածների շարքը։ Մանավանդ եթե նկատի ունենանք, որ իշխանամետ մի շարք այլ թուրքական լրատվամիջոցներում նույնպես հակաադրբեջանական հոդվածների շարք է նկատվում։ Ադրբեջանի պետական լրատվամիջոցները դրան պատասխանել են, արձագանքել են նշելով, որ դա դավաճանությանը մոտ բան է եւ այն ինչ իրենք ընթերցում են այժմ թուրքական լրատվամիջոցներում կարելի է համեմատել հայերի հետ համագործակցության հետ։ Իսկ ամերիկացի լրագրող Լինսի Սնելը նշում է, որ թուրքական մամուլում այս հրապարակումները վկայում են այն մասին, որ Անկարայի եւ Բաքվի միջև հարաբերություններում ամեն ինչ չէ որ հարթ է եւ որ հակասությունները շարունակում են աճել։ Հիշեցնեմ, շաբաթներ առաջ Ստամբուլում մի քանի հակաադրբեջանական ցույց էր կազմակերպվել, որոնց մասնակիցները մեղադրում էին Ալիևի վարչակազմին Իսրայելին ագրեսորական գործողություններին աջակցելու մեջ եւ բարձրացնում էին կարգախոս հետեւյալ բովանդակության. երկու ազգ, մեկ դավաճանություն, փոփոխելով Հեյդար Ալիևի հայտնի ասացվածքը, երկու պետություն, մեկ ազգ։ Որպեսզի հնարավոր լինի փոքր-ինչ նվազեցնել Իսրայելի պաշտպանության վերաբերյալ մեղադրանքները, Իլհամ Ալիևը երեկ որոշել էր ընդունել Պաղեստինի նորանշանակ դեսպանին եւ ընդունել նրանից հավատարմագրերը։ Իսրայելում դա եւս նկատել են եւ համապատասխան եզրակացություններ են արել։ Որքանով է հնարավոր Ադրբեջանի համար միաժամանակ լինել եւ Թուրքիայի եւ Իսրայելի բարեկամն այն դեպքում, երբ այդ երկու պետությունները թշնամի են։ Վերջին տասնամյակների ընթացքում առաջին անգամ Բաքուն եւ Անկարան կարող են հայտնվել բարիկադի հակառակ կողմերում եւ որպեսզի նվազեցվի դրա վտանգը, Իլհամ Ալիևը հեռախոսազրույց է ունեցել օրերս Էրդողանի հետ եւ խոսել են նաեւ երկու երկրների արտգործնախարարները, բայց իրավիճակը կարող է ել ավելի լարվել հետագայում։ Ամերիկյան National Security Journal պարբերականը գրում է, որ չի բացառվում նաեւ Իսրայելի եւ Թուրքիայի միջև ուղիղ զինված բախում։ Պարբերականի մեկնաբանը գրում է, որ հնարավոր է, որ Իրանի դեմ այդ իսրայելական հարձակումը ընդամենը փորձ է, որի ընթացքում Իսրայելը ձգտում է ստուգել իր ունեցած ռեսուրսները եւ որ հաջորդ քայլը կարող է հարված լինել արդեն Թուրքիայի ուղղությամբ։ Եթե այդպես լինի, ապա իսկապես Իլհամ Ալիևին շատ ավելի դժվար կլինի մնալ համատեղել երկու աթոռների վրա նստած լինել։ Հիշեցնեմ նաև, որ Իսրայելի ռազմական հարցերով հատուկ կառավարական մի ատյան կա, որը խորհուրդներ է տալիս կառավարությանը, հենց այդ ատյանը խորհուրդ էր տվել կառավարությանն եւ ֆինանսների նախարարությանը ունենալ նաև մշակված նախագիծ Թուրքիայի դեմ զինված բախման համար։ Հավանաբար այս սցենարը եւս ակտուալ կարող է դառնալ։ Իսկ կան նոր փաստեր, որոնք ապացուցում են, որ Ադրբեջանն իսկապես օգնել է Իսրայելին կամ օգնում է։ Դե երեք մի քանի նման անուղղակի փաստի մասին խոսեցինք, նոր փաստեր ի հայտ են գալիս, որոնք նույնպես ընդամենը անուղղակի բաներ են, փաստեր են, հա։ Մասնավորապես իրանացի վերլուծաբան Սալար Սեյֆը գրում է, որ անօթաչուները, որոնք ռմբակոծում էին Թավրիզը, եկել էին Նախիջևանից եւ Լեռնային Ղարաբաղից։ Նա նաեւ գրում է, որ ադրբեջանցի անջատողականներն են օգնել լրտեսական գործունեություն ծավալել Թավրիզում եւ ուղղորդել հարվածները։ Սոցցանցերում տեղեկություն կա այն մասին, որ իրանական Քազվին քաղաքի բնակիչները նկատել են, որ համենայն դեպս ձայնն են լսել, թե ինչպես են կործանիչները Ադրբեջանի սահմանից դեպի Թեհրան շարժվում։ Ռուսաստանցի հեղինակավոր փորձագետ Վիկտոր Նադեին Ռաևսկին վկայակոչելով սեփական հավանաբար տեղեկացված աղբյուրները գրում է, որ Իսրայելը լրտեսական գործունեություն է ծավալել Իրանի դեմ օգտագործելով հենց Ադրբեջանում ունեցած իր հանգրվանները։ Նա հիշատակում է այն մասին, որ Իրան-ադրբեջանական սահմանից ոչ հեռու Իսրայելը վարձակալել է երկու նախկին խորհրդային ռազմաբազա, որտեղից էլ եւ իրականացնում է
լրտեսական այդ գործունեությունը։ Նաև մամուլում սոցցանցերում ավելի շատ հիշատակում կա այն մասին, որ հնարավոր է այն օտարերկրացիների թվում, որոնք վերջին 4 օրվա ընթացքում Իրանից Ադրբեջանի տարածքով անցել են դեպի այլ երկրներ, կարող էին լինել նաև իսրայելական գործակալները։ Իդեպ նշեմ, որ հետաքրքիր հանգամանք է Ռուսաստանը, Բելարուսը եւ Չինաստանը սեփական քաղաքացիներին Իրանից տարհանում են Ադրբեջանի տարածքով, իսկ Հնդկաստանը Հայաստանի տարածքով։ Արտем, իսկ ինչպես է Թուրքիան դիրքավորվում Իսրայել-Իրան այս ռազմական բախման հարցում։ Դե Անկարան շատ կոշտ գնահատական է իրեն թույլ տվել, ագրեսիա անվանելով, որակելով այդ գործողությունները, բայց ինչն է հետաքրքիր, Էրդողանը խոստովանել է, որ այդ հարվածներից ժամեր առաջ Իսրայելի կառավարությունը իրեն տեղեկացրել է, որ պատրաստվում է Իրանի վրա հարձակում գործել։ Նման բան անում են միայն ամենահավատարիմ դաշնակիցների եւ բարեկամների հետ, թշնամական պետությունների հետ այդպես չեն վարվում։ Դա եւս պես մտորելու առիթ է տալիս, կարծում եմ։ Արդյոք այս ամենը խաղ չէ։ Շնորհակալություն, Արտем։ Առաջ այսքանը կհանդիպենք ժամը 15-ին։